Ողջույն, սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության ներկայացուցիչները այս պահին գտնվում են Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի խաբհման միջոցի դատավարությանը Թբիլիսյան խճուղու նստավայրում, այստեղ ենք մեր խմբակցության գործընկերների հետ, Սամվել Կարապետյանի այս ֆարս հիշեցնող իրավական սահմանափակումները, որ անունը դրել են իբրև թե խաբհման միջոցի դատավարություն, ճակերտավոր արդիական է, հաշվի առնելով մեր իրականության մեջ այս վայ իշխանությունների որդեգրած այս ռեպրեսիոն վարքագիծը Միքայել Սրբազանին դատապարտեցին 2 տարվա ազատազրկման, Բագրատ Սրբազանի և մնացյալ քաղբանտարկյալների դատավարությունը շարունակվում է, այսպես կոչված իհարկե դատավարությունը աջ ու ձախ բոլորին տարբեր հնարավոր շինծ ու մեղադրանքներով փորձում են լռեցնել մարդկանց ճնշումներ, գործադրել այս դատավարություն կոչված խաբհման միջոցի վերաբերյալ իրավական խայտառակություն է, որևիցե լուրջ հիմք չկա, հիմա մարդուն կալանավորել են, բարերարին կալանավորել են, երկրի առջև վաստակ ունեցող մարդուն կալանավորել են և փորձում են արդեն հնդածս այլ հոդվածներ մոգոնել, նրան մեղադրանք առաջադրելու, դիմադրության հնարավոր բոլոր օջախները իբրև թե ճնշելու, բայց զարգացումները ցույց են տալիս, որ դա հակառակ տրամաբանությունն է աշխատում, հակառակ էֆեկտ է տալիս և հասարակության դիմադրությունը, զայրույթը, նյարդը ավելի է պրկվում, ավելի, այսպես ասենք, մարդիկ ավելի իրավիճակը սկսում են ավելի սթափ գնահատել, ավելի հստակ վերլուծել։ Մեր խմբակցության ներկայացուցիչներով պարբերաբար եղել ենք և շարունակելու ենք լինել բոլոր քաղբանտարկյալների այսպես կոչված խաբհման միջոցի կամ բովանդակային դատավարության հետևողների և քաղբանտարկյալներին սատարողների թվում։ Մեծ թվով մարդիկ են այստեղ հավաքվել, մեծ թվով լրատվամիջոցներ ուղիղ հեռարձակմամբ փոխանցում են այն մթնոլորտը, որ կա, և դատարանի շրջակայքի մարդաշատությունը վկայում է մասին, որ հասարակությունը անտարբեր չէ, հասարակությունը հետևում է, հասարակությունը իրազեկ է և կա հանրային արձագանք, և ես կարծում եմ, որ հրապարակային ահա այսպիսի դրսևորումները ուժ ու եռանդ են տալու բոլոր քաղբանտարկյալներին, որպեսզի իրենք ամուր մնան, դիմակայեն այս հետապնդումներին, այս ակնհայտ շինծու գործընթացներին, պատվով դուրս գան այդ ամեն ինչից, ինչը որ արել են մինչ օրս, և նաև հասարակությունն էլ ազդակ ստանա, որ կամ պայքարողներ, կամ չհամակերպողներ, և հասարակությունը պետք է սատար լինի, պետք է աջակցի, պետք է իր խոսքն ասի, պետք է իր սատարումը արտահայտի բանտարկյալներին և առաջիկա քաղաքական զարգացումներում շանսը օգտագործի և երկիրը մեկընդմիշտ հանրությունը ազատի այս բախտախնդիր և ակնհայտ հակաիրավական ճանապարհով սեփական իշխանությունը ամեն կերպ երկարացնել ձգտող խմբակի դեմ։ Պիտի նաև ընդգծեմ, որ հասարակության շատ տարբեր շերտերի ներկայացուցիչներ են այստեղ, մենք քաղաքային խնդիրներով զբաղվելուց զատ նաև հաղորդակից ենք այս օրակարգին, այս նմանօրինակ դրսևորումների դեմ մեր վճռական խոսքը հնչեցնելու ահա մեր հանձնառությանը քաղաքայինից մինչև խորը քաղաքական և աշխարհաքաղաքական հստակ վարքագիծ ունենք, դիրքորոշում ունենք
Այդ առումով մեր սատարումն ու աջակցությունը բոլոր քաղաքապետարներին, հարգելի հայրենակիցներ, մեր խմբակցության ներկայացուցիչները տեղում են, մենք հետևելու ենք զարգացումներին, շնորհակալություն ուշադրության համար, այս պահին այսքանը, լրատվամիջոցները ավելի մանրամասն ընթացքը ձեզ կներկայացնենք, հուսանք, որ ինչ-որ մի փոքր ողջամտություն և ինքնուրույնություն դատարանը կունենա և ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց կարձակվի Սամվել Կարապետյանի վրա և նա կհայտնվի ազատության մեջ, դա դրական ազդակ կլինի հանրության համար առողջացման, լիցքաթափման և լարվածությունը թոթափելու առումով։ Այս պահին այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, մենք դատարանի բակում ենք, սպասելու ենք իրադարձությունների զարգացմանը և մեր հետագա թողարկումներում, հետագա կապերով ձեզ կիրազեկենք։ Շնորհակալություն ուշադրության համար։